Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք բրոկլիով անչափ համեղ եւ օգտակար աղցան։ Նույնիսկ բրոկլի չսիրողները հավանում են այս աղցանը։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես բրոկլիի վրա ավելացնում ենք գերման ջուր, թողնում ենք մնա 1 րոպե, այնուհետև այդ ջուրը թափում ենք եւ ավելացնում ենք սառը ջուր եւ թողնում ենք մնա եւս 1 րոպե։ Այնուհետև քամում ենք ջուրը եւ ահա մեր բրոկլին տեսնում եք կանաչ գույն ունի, գույնը չի կորցրել, կտրտում ենք այն չափսի, ինչքան որ դուք եք ցանկանում, ահա այսպիսի չափի եմ կտրտել եւ հիմա կավելացնենք մյուս բաղադրիչները։ Ավելացնում ենք 50 գրամ մանր կտրտած սոխ, կարող եք փոխարինել նաեւ կանաչ սոխով, պատրաստել եմ նաեւ կանաչ սոխով եւ շատ համեղ էր։ Ավելացնում ենք 2 միջին չափի գազար, քերիչով անցկացրած, այնուհետև կավելացնենք խառը կանաչիներ, այստեղ իմ մոտ մաղադանոս եւ համեմ է, մանր կտրտած, ավելացնում ենք այնուհետև աղ, 1 թեյի գթալ աղ, բայց ավելացրեք աղը ինչքան ձեր քիմքին է հաճելի, ավելացնում ենք նաեւ 1 թեյի գթալ սև պղպեղ եւ 1 կիտրոնի հյութը քամած։ Նաև կարող եք ավելացնել 1 թեյի գթալ ձիթապտղի բուսայուղ։ Դե ինչ սիրելիներս, մեր համեղ ու առողջարար աղցանն արդեն իսկ պատրաստ է, կարող եք թողնել մնա 5 րոպե, որպեսզի համերը խառնվեն եւ վայելեք այս աղցանը։ Քանի որ շուտով մեծ պահքն է լինելու, կարող եք պատրաստել այս աղցանից եւ վայելել։ Իսկ ովքեր պահքի մեջ չեն, կարող են մատուցել աղցանը հատիկեղենի եւ մսի հետ միասին։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել ալիքին։ Տեսություն, կհանդիպենք նոր ու համեղ բաղադրատոմսերով։